Բարձր սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն դեկտեմբերի 9-ն է եւ այս հաղորդման մեջ քննարկելու ենք կրկին հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հարցեր, Փաշինյանի այցին կանդրադառնանք Գերմանիա, կքննարկենք թե ինչ է տեղի ունենում Վրաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների մեջ, հիմա գիտեք նաեւ նավթ է տեղափոխվելու Ադրբեջանից Հայաստան Վրաստանի միջոցով, այդտեղ եւս հետաքրքիր տեղեկություններ կան, որոնք որ արժի քննարկել միանշանակ, ինչպես նաև կանդրադառնանք միջազգային կարևոր հարցերին, լսել եք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր ռազմավարություն են ընդունել եւ դա արդեն հստակ ցույց է տալիս մեզ, թե ինչ քաղաքականություն ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգները մոտակա տասնամյակների ընթացքում շատ բան է փոխվել, երեք հանդիպել են Լոնդոնում Զելենսկին, Մերցը, Ստարմերը եւ Մակրոնը եւ հետաքրքիր քննարկում են ունեցել, հետաքրքիր հայտարարություններով են հանդես եկել, նաեւ ակնարկներ են հղել Դոնալդ Թրամփին, ոչ հաճելի Դոնալդ Թրամփի ականջի համար ակնարկներ, ահա այս հարցերը մենք պետք է քննարկենք ու հասկանանք, թե ինչ է տեղի ունենում, ինչ մեծ փոփոխություններ են տեղի ունենում աշխարհում։ Եթե նախկինում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար առաջին դաշնակիցը համարվում էր Եվրոպան, հավաքական իմաստով, ապա հետաքրքրությունները հիմա տեղափոխվում են ասիական տարածաշրջան, ու դա նաև մեզ է վերաբերվում, քանի որ շատ բան է փոխվել աշխարհում։ Ահա այս հարցերը մենք պետք է հիմա միասին քննարկենք։ Սկսենք կրկին հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող հարցերից, հույսով եմ մոտակա ժամանակներս այլևս այս հարցը չենք քննարկի, մեկ եւ վերջ կլուծվի եւ ավելի ուշուշ կանդրադառնանք եւ կխոսենք, թե ինչ հետաքրքիր բարեփոխումներ են ընթանում հայ առաքելական եկեղեցում, սակայն մինչեւ դա ցավոք անդրադառնալու ենք վերջին տեղեկություններին, որոնք որ ստանում ենք հայ առաքելական եկեղեցուց, ու երեք հետաքրքիր նորոգման ճանապարհային քարտեզ էր հրապարակել Նիկոլ Փաշինյանը, վստահ եմ դուք ծանոթ եք եւ այդտեղ ասվում է, որ Կատրիշ Ներսիսյանը պետք է հրաժարական տա եւ նրա փոխարեն տեղապահ ընտրվի, նշանակվի, հետո արդեն նոր տեղի ունենան ընտրություններ ամենայն հայոց կաթողիկոսի, ճիշտ է նոր կանոնակարգ է պետք նաև մշակել հայ առաքելական եկեղեցու համար, շատ հետաքրքիր ճանապարհային քարտեզ է, իսկ Կատրիշ Ներսիսյանն էլ Մայրաթորի անունից նոր հայտարարություն է տարածել, կոչ անելով եպիսկոպոսներին դադարեցնել իրենց խոսակցությունը, իրենց գործողությունը, որը որ իր դուրը չի գալիս, խոսքը այդ 10 հոգևորականների բարձրաստիճան մասին է եւ Կատրիշ Ներսիսյանը Մայրաթորի անունից հորդորում է նրանց հետ կանգնել իրենց այդ դիրքորոշումից։ Բայց հետաքրքիրը գիտեք որն է, սիրելի հայրենակիցներ, ուղղակի հասարակ հոգեբանությունը, եթե վերցնենք մարդկային, որքան է հավանականությունը, դուք ասեք նրա, որ այդ 10 եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները հետ կկանգնեն իրենց դիրքորոշումից եւ կրկին կսկսեն ենթարկվել Կատրիշ Ներսիսյանին։ Եթե չասենք 0, ես կարծում եմ, որ շատ քիչ է դրա հավանականությունը, գրեթե համոզված եմ, որ 90-95%-ով ճիշտ հակառակը տեղի կունենա։ Այդ սրբազաններին կմիանան նոր սրբազաններ։ Եվ այսպիսի կոչեր հնչեցնելը Կատրիշ Ներսիսյանի կողմից անիմաստ շատ զբաղմունք է, քանի որ նման բան բոլորս էլ հասկանում ենք, որ տեղի չի ունենա։ Այսինքն դրա հավանականությունը շատ քիչ է եւ հակառակի հավանականությունը շատ ավելի մեծ է։ Հետևաբար այս հայտարարությունը եւս, որը որ Կատրիշ Ներսիսյանը տարածում է Մայրաթորի անունից, վկայում է նրա մասին, որ ինքը հայտնվել է շատ բարդ եւ անելանելի իրավիճակում եւ փորձում է այդպիսի կոչերով, հորդորներով ինչ որ իրավիճակ փոխել, բայց ես գրեթե համոզված եմ, որ նրա մոտ ոչինչ չի ստացվում։ Դրա համար չի կարող եպիսկոպոսալ ժողովներ գումարել կամ գերագույն հոգևոր ժողով գումարել, արդեն բոլորը հասկանում են, թե մոտավորապես ինչ տեղի կունենա շատ մոտ ապագայում։ Դրա համար
կրկին ու կրկին իմ հորդորս այն է, որ ինքը պատվով հեռանա, քանի որ հետագա գործընթացները միանշանակ շատ ավելի ցավոտ հետևանքներ կունենան անձամբ իր համար։ Եթե մեկը իրեն վստահեցնում է, որ չէ, ամեն ինչ շատ լավ է լինելու իր համար, ես միանշանակ կողքից նայելով, շատ քիչ ենք սխալվում, դուք էլ եք սիրելի հայրենակիցներ նկատել, կողքից նայելով գիտեմ, որ շատ ավելի բարդ եւ դժվար ապագա է սպասվում անձամբ իրեն։ Եվ ես անձամբ չէի էլ ուզենա, որ շատ բարդ եւ վատ ապագա սպասեր իրեն։ Լավ կլիներ պատվով հեռանար, ինչպես որ հորդորում են նրան եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, փորձեր ինչ որ չափով պատվով հեռանար եւ կոչվեր հանգստի։ Ամենաճիշտ որոշումը իր կողմից խելացի որոշումը դա կլինի, բայց կարծում եմ, որ դերևս ինքը պատրաստ չէ, հույսով եմ, որ չի ուշացնի եւ քիչ կվնասի թե իրեն, թե հայ առաքելական եկեղեցուն, չնայած որ հայ առաքելական եկեղեցուն վաղուց արդեն մեծ վնաս է հասցվում, տասնյակ տարիներով է այդ վնասը հասցվում է, հիմա ավելի մեծ տեմպերով է ուղղակի արագացել այդ վնասը հասցնել։ Հիմա անդրադառնանք Ceyhun Bayramovի հայտարարությանը, որը որ նա արել է Իրանի արտգործնախարարի այցի ժամանակ։ Կողմերը անդրադարձել են 3+3 ձևաչափով հանդիպման անցկացնելու մասին, այսինքն Իրանն էլ սևեռված է այդ 3+3-ի վրա, ուրիշ բան չունեն խոսելու։ Իրանն էլ այդ կերպ ուզում է ինչ-որ մի ձևով տարածաշրջանի վրա ազդել, մնա տարածաշրջանում ռուսների նման, մանտրայի նման կրկնում են 3+3, 3+3, 3+3, ահա կրկին Բաքվում երբ որ Ceyhun Bayramovի այդ հանդիպման ժամանակ Աբբաս Արաքչին Իրանի արտգործնախարարը բարձրացրել է այդ հարցը, Ceyhun Bayramova ասել է, որ հաջորդ այդ հանդիպումը պետք է կայանար Բաքվում, բայց Հայաստանի դիրքորոշման պատճառով այն տեղի չի ունեցել, արձագանքել է նաև Հայաստանի արտգործնախարարությունը, հստակ նշելով, որով էր ասել, թե Բաքվում պետք է տեղի ունենար 3+3-ը, այն կարող է տեղի ունենար թե Բաքվում, թե Երևանում։ Այսինքն թե Բաքվում կարող է այդ հանդիպումը տեղի ունենա, թե Երևանում։ Կրկնեմ, շատ անիմաստ մի հատ ֆորմատ է ռուսների նախաձեռնությամբ ստեղծված, որը որ հիմա չգիտես ինչու մեծ ուրախությամբ, այսինքն գիտեք ինչու վերցրել են այդ ֆորմատը պարսիկները եւ փորձում են առաջ տանել։ Եվ երևի չեն հասկանում մեկ բան, որ թե հայեր եւ հիմա կարծես նաեւ թե ադրբեջանցիները զզվել են սկսել այդ ֆորմատից 3+3 ֆորմատից։ Մի ժամանակ ադրբեջանցիները շատ գոհ էին այդ ֆորմատից, հիմա այդպես մեծ ողջավորություն չեմ տեսնում, բայց կարծես թե հայերի համեմատ էլի կրկին ավելի համեմատաբար ողջավորված են մնում այդ ֆորմատով, սակայն ողջավորությունը նախկինի համեմատ նվազել է, ինչը բնականաբար շատ լավ է։ Հույսով եմ ընդհանրապես կնվազի եւ այդ ֆորմատի մասին ոչ ոք չի հիշի։ Այդ ֆորմատում մենք չունենք որևիցե դաշնակից երկիր եւ մեկ երկիր, ում հետ ավելի շատ կարող է եւ մեր շահերը համընկնեին, դա կարող էր լինել Վրաստանը, իսկ Վրաստանը չի մասնակցում այդ ֆորմատով։ Մասամբ մեզ համար մասամբ նեյտրալ դիրքորոշում կարող է ունենալ Իրանը, ավելի ճիշտ իր շահերից ելնելով մեղրի մասով, բայց մնացած հարցերում դա ավելի պրոադրբեջանական ֆորմատ էր, քանի որ այնտեղ կար Թուրքիան եւ Ռուսաստանի դաշնությունը։ Հիմա մի քանի բառով խոսենք նրա մասին, թե ինչ է տեղի ունենում Վրաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում։ Այս հարցը մի քանի օր է քննարկվում է, հատկապես քննարկվում է ադրբեջանական մամուլում, իշխանամետ լրատվամիջոցները քննարկում են, թե իբր Վրաստանը մեծ գումարներ է պահանջել Ադրբեջանից նավթ տեղափոխելու Վրաստանի տարածքով երկաթուղու միջոցով Հայաստան, ես չեմ կարող հերքել կամ հաստատել տվյալ տեղեկությունը, այնպես չէ, որ ադրբեջանական լրատվամիջոցներին հակված եմ ես հավատալ, հետաքրքիր հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, նաև
համապատասխան Վրաստանի նախարարությունը, որ մեկ անգամվա համար ընդհանրապես փող չի վերցնելու Վրաստանը այդ տրանզիտի համար նավթի, բայց հնարավոր է նաև բարձր տոկոսներ է պահանջել Վրաստանը այդ տարանցիկության համար։ Սա չեմ կարող բացատրել միանշանակ ձևով, սակայն կան հետաքրքիր վարկածներ, կան փորձագետներ, ովքեր որ ասում են, որ դա Ռուսաստանի պահանջով է տեղի ունենում, բայց իրականում երբ որ մենք խոսում ենք Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների մասին, պաշտոնապես ոչ մի հարաբերություն չկա Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ, դիվանագիտական հարաբերություններ չկան, մեկ անգամ չէ որ ասել եմ այս մասին, նույնիսկ հոստային կապ գոյություն չունի Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ, շատ առումներով որևիցե կապ գոյություն չունի, ներքին կարգով չեմ կարող ասել, դա պետք է իմանան Վրաստանի քաղաքական գործիչները, հատուկ ծառայությունները, ես այդ ամենից միանշանակ տեղյակ չեմ, բայց ահա այդ վարկածներից մեկը որոշ փորձագետներ ասում են, որ հնարավոր է ռուսական կողմն է պահանջել Վրաստանից եւ Վրաստանը Ռուսաստանի պատվերով է այդ ամենը իրականացնում։ Երկրորդը այն է, որ կան նաեւ փորձագետներ, ովքեր կարծում են, որ Վրաստանը դա անում է նրա պատճառով, որպիսի չզրկվի իր տրանզիտ կարևոր դերից, փորձում են ադրբեջանցիների հետ հիմա բանակցություններ անցկացնել հայկական կողմի հետ, որպիսի ապագայում, երբ որ տրանսպորտային կոմունիկացիաները հարավային Կովկասում ապա շրջափակման ենթարկվեն, Վրաստանը եւս այդ ամենի մաս կազմի։ Բանակցություններ է փորձում դրանով առաջ տանել Վրաստանը, դրանց բացի նավթի գների շուրջ է փորձում բանակցել Ադրբեջանի հետ, այսինքն շատ ավելի հավանական վարկած է, ըստ ինձ։ Կան նաև ուրիշ վարկածներ, սակայն բոլոր վարկածների մասին չեմ էլ ցանկանում խոսել։ Հիմա կարևորը այն է, որ Վրաստանը փաստացի այս պահի դրությամբ համաձայնվել է նույնիսկ անվճար անցնել այդ նավթի մեկ խմբականակը, նավթի մեկ տարանցումը իր երկաթուղիների միջոցով լրիվ անվճար։ Ես կարծում եմ նոր հայտարարություններ կլինեն այս մասով եւ առաջ չընկնենք, հետևենք թե ինչպիսի զարգացում կունենա այդ հարցը։ Ես էլ չեմ ցանկանում սխալվել, առավել եւս չեմ ցանկանում հիմնվել ադրբեջանական կողմի տարածած վարկածների վրա։ Ինձ համար շատ ավելի ընդունելի է վրացական կողմի տարածած հաղորդագրության վրա հիմնվելը, քան Ադրբեջանի։ Պարզ է, չէ՞։ Դրա համար սպասենք, հասկանանք ավելի լավ թե ինչ է տեղի ունենում։ Կարծում եմ հայկական կողմից եւս կլինեն հայտարարություններ։ Միջայլոց Արսեն Թորոսյանն էլ Թբիլիսիում էր եւ հանդիպում էր Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ։ Միանշանակ այդ հարցը եւս իրենք քննարկած կլինեն։ Ես կարծում եմ, որ միանշանակ այդ հարցը քննարկած կլինեն։ Հիմա սիրելի հայրենակիցներ, անդրադառնանք այն հարցին, թե ինչ է տեղի ունենում Եվրամիության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, ինչ է տեղի ունենում Ուկրաինայի շուրջ։ Իրենց ազգային ռազմավարության մեջ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որը 10 տարուց ավել ցույց է տալիս մեզ, թե ինչ քաղաքականություն է ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգները, այսինքն տասնյակ տարիներով շատ բան է փոխվել։ Փաստացի այդ ռազմավարության մեջ հստակ ակնարկ կա, որ ՆԱՏՕ-ն շատ մեծ եւ կարեւոր դերակատարություն այլևս չի ունենալու Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, ինչպես նաեւ Եվրոպան։ Եվրոպային փաստացի խորհուրդ են տալիս ինքնուրույն զբաղվել սեփական անվտանգությամբ։ Եվ ուշադրությունը հիմնականում Եվրոպայից եւ Ռուսաստանին զսպելուց տեղափոխվում է Ասիա։ Եվ այստեղից մենք նաեւ հասկանում ենք, որ եթե հիմնական նպատակը Չինաստանին զսպելն է, այնտեղ ուղիղ գրված է, որ տնտեսական առումով պետք է փորձեն զսպել Չինաստանին, ապա մենք բոլորս հասկանում ենք մեկ պարզ ճշմարտություն, որ եթե նախկինում եվրոպական երկրների միջոցով փորձում էին ինչ որ միտեղ զսպել խորհրդային միությունը, ապա հիմա պետք է զսպեն Չինաստանին եւ դրա համար Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձելու է ամրապնդել իր ներկայությունը Ասիայում։ Թայվանի մասով միանշանակ ասվում է, որ եթե հարձակում լինի, հստակ ակնարկներ կա, Ամերիկայի Միացյալ Նահանգները կպաշտպանի Թայվանը
Նաև հորդորել են, որպեսզի Ճապոնիան ավելացնի իր ռազմական բյուջեն, Կորեան ավելացնի, Հարավային Կորեան ավելացնի իր ռազմական բյուջեն, այսինքն ավելի շատ ներդրում սկսեն կատարել սեփական անվտանգության մեջ։ Եվ ահա այստեղ կարևորը այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նաև կենտրոնանում է նաև մեր տարածաշրջանի վրա։ Մերձավոր արևելքից մինչև Միջին Ասիայի երկրներ։ Եվ այդ ճանապարհը, Թրամփի ճանապարհը ավելի պարզ մենք հասկանում ենք, թե որքան մեծ կարևորություն է ձեռք բերում Ամերիկայի Միացյալ Նահանգների համար։ Դա լոկ ճանապարհ չէ, դա ուղղակի տնտեսական մեգա ծրագիր չէ, այլ նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների ներկայության կարևոր երաշխավոր, կարևոր երաշխիք։ Դրա համար Թրամփը հայտարարում է, որ ուզում է վերադառնալ նաև Աֆղանստան։ Այսինքն Աֆղանստանից Ղազախստան, Տաջիկստան, Թուրքմենստան, Қырғызստան այդ երկրներով Կասպից ծովը անցնում ենք Ադրբեջան, Վրաստան, Հայաստան, հետո արդեն Թուրքիան, որը որ ՆԱՏՕ-ի շրջանակներում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցն է, կարծես Սիրիայի հետ կարգավորել են հարաբերությունները, դե Իրաքում ներկայ կա էլի ամերիկյան ներկայությունը։ Միակ խնդիրը հիմնականում մնում է Իսրայելի եւ Թուրքիայի միջև օրեցօր ավելի շատ լարվող հարաբերություններ։ Ես կարծում եմ, որ այդ հարցի վրա ավելի մեծ ուշադրություն է հատկացնելու Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ ահա այդպես միջերկրական ծովով կապ է հաստատելու այդ երկրների հետ, հասնելով մինչև Միջին Ասիա։ Եվ եթե նախկինում Եվրոպան իր համար կարևոր պատնեշ էր Ռուսաստանի դեմ, ապա մինչև Միջին Ասիա հասնելով կարևոր մի պատնեշ է կառուցելու Չինաստանի դեմ եւ այնտեղ էլ ուրիշ այլ երկրներով, ինչպես արդեն նշեցի, Կորեան լինի, Ճապոնիան լինի, կրկին դիրքավորվելու է Չինաստանի դեմ։ Ես ահա այդ ձև եմ ընկալում Ամերիկայի նոր դոկտրինա եւ այստեղ լավը այն է, որ մենք ահա այդտեղ առաջնագծում չենք, որտեղ որ կարող է շատ լուրջ մրցակցություն ծավալվել Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջև, բայց հանգստանալ էլ պետք չի, քանի որ արդեն իսկ Չինաստանը մուտք է գործել մեր տարածաշրջան եւ միևնույն է լարվածություն կարող է եւ լինել մեր տարածաշրջանում մրցակցություն Չինաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև, դրանից բացի հարավում Իրանն է, որը որ թշնամաբար է տրամադրված Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ հետեւաբար նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերին, իսկ հյուսիսից Ռուսաստանի Դաշնությունն է, ում հետ Ամերիկայի Միացյալ Նահանգները այս պայդրությամբ ուզում են առանձնահատուկ նոր որակի հարաբերություններ կառուցել, բայց դեռևս Ռուսաստանը եւս մնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների համար ազգային անվտանգության սպառնալիք, պատահական չէ, որ հետաքրքիր նոր դեպարտամենտ են ձևավորում հենց պետքարտուղարության մեջ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգներում, որը որ աշխատելու է ռուսական այդ քարոզչությունների դեմ, ռուսական գործողությունների դեմ, այսինքն Ռուսաստանը նույնպես սպառնալիք է մնում, բայց ոչ համար առաջին սպառնալիք։ Համար առաջին սպառնալիքը դառնում է Չինաստանը, ինչքան էլ լավ եւ խորը համագործակցություն ունենան իրենք իրար մեջ, բայց դա փաստ է։ Մեզ համար կարևոր է, որ մենք խնդիր չունենանք հյուսիսից եւ հարավից, ինչպես արդեն նշեցի, հիմնականում հյուսիսի եւ հարավի արանքում ենք, Ռուսաստանի եւ Իրանի, կարծում եմ Իրանի շուրջ շատ փոփոխություններ տեղի կունենան մոտակա եթե ոչ ամիսների, ապա տարիների ընթացքում ըստ այդ դոկտրինի տրամաբանության այլ կերպ չի կարող լինել, քանի որ այդ ճանապարհի վրա շատ կարևոր դերակատարություն ունի Իրանը եւ ահա այստեղ ուղղակի մեծ հույս կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ մուտք է գործում Հայաստան, ես դրան եմ բերում, բայց ոչ միայն Հայաստան, այլ նաեւ Ադրբեջան եւ Միջին Ասիա շատ երկարաժամկետ ծրագրերով է մուտք գործում Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստան, բայց Ռուսաստանի մասով ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։ Հաշվի առնելով նաեւ Թրամփի հոգեբանությունը,
նրա անհետևողական լինելը, նրա փոփոխականությունը նաև դա հավելյալ ռիսկեր է ստեղծում մեզ համար։ Բայց ասածս այն է, որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները իրենց ֆոկուսը Եվրոպայից տեղափոխում են Ասիա եւ նաեւ Միջին Ասիա, նաեւ Հարավային Կովկաս, դա միանշանակ մեզ համար կարող է շատ լավ լինել, եթե կարողանանք ճիշտ է շատ գրաքետ ձևով դրանից օգտվել։ Թե ինչ է տեղի ունենում աշխարհում արդեն շատ լավ, թե բնականաբար մեզանից շատ ավելի լավ հասկանում են եվրոպական առաջատար երկրների առաջնորդները եւ դրա համար պատահական չէ, որ հիմա Լոնդոնում երբ որ հավաքվել էին եւ քննարկում էին ամերիկյան առաջարկը, շատ սուր հայտարարություններ հնչեց։ Զելենսկին էլ բավականին սուր սկսեց արտահայտվել, ասաց, որ ամերիկյան առաջարկները 28-ից 20-ի են հասցվել եւ հիմնական խնդիրը տարածքային հարցն է, Ուկրաինան ոչ մի պարագայում տարածքային զիջումների չի գնա, Դոնբասը չի զիջի, սահմանադրության հարց կա, ժողովրդի պատկերացումները չեն փոխվել եւ դրա համար Զելենսկին հստակ մերժում է ամերիկյան ծրագիրը։ Մի քանի հայտարարություններով հանդես եկավ թե Մերցը, թե Ստարմերը եւ թե նաեւ Էմանուել Մակրոնը, Ֆրանսիայի նախագահը, եւ Ֆրանսիայի նախագահը նաեւ կարծես դիպավ Դոնալդ Թրամփին ասելով, որ մենք հիմա շատ խաղաքարտեր ունենք Ռուսաստանի դեմ եւ հիմնական խաղաքարտը այն է, որ մենք շարունակում ենք օգնել Ուկրաինային եւ Ռուսաստանի տնտեսությունը հյուծվում է, թուլանում է օրեցօր եւ այդպես շարունակ։ Մենք կօգնենք Ուկրաինային։ Ուկրաինան շատ լավ խաղաքարտեր ունի։ Հիշում եք, Թրամփը ասում է, որ Զելենսկին ոչ մի խաղաքարտ չունի։ Փաստացի Ֆրանսիան շատ կոպիտ պատասխան է տալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներին։ Բայց այդտեղ նաև հայտարարում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կարևոր դաշնակից է իրենց համար, նաև նման հայտարարություն են անում Եվրամիության առաջնորդները, որպեսզի մեղմեն երևի այդ հայտարարությունները Մակրոնի, սակայն Թրամփն էլ իր հերթին շատ լուրջ քննադատությունների է ենթարկում Եվրամիությանը, ճիշտ է X սոցիալական ցանցի հետ կապված, որը պատժամիջոցների տակ է հայտնվել Եվրոպայում, բայց ասում է, որ Եվրոպան շարժվում է լրիվ այլ ուղղությամբ, շատ վատ ուղղությամբ, ընդհանուր շատ կոշտ քննադատություններ հնչեցնելով Եվրամիության հասցեին եւ միայն Թրամփը չէ, գիտեք, J.D. Vance-ն է նման հայտարարություններ արել Եվրոպայի հասցեին, Մասկն է նման հայտարարություններ անում ընդհանուր առմամբ, այսինքն լարվածությունը բավականին մեծ է Եվրոպայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև եւ Եվրոպան ամեն օր սկսում է ավելի ու ավելի շատ գումարներ ծախսել սեփական պաշտպանության վրա։ Պոլիտիկոն էլ է տեղեկացնում, որ հիմա Մեծ Բրիտանիան սոցիալական բազմաթիվ ծրագրերից հրաժարվելով սկսում է ավելի մեծ ներդրումներ անել սեփական անվտանգության մեջ։ Ահա այսպիսի հետաքրքիր իրավիճակի հիմա հաստատվում աշխարհում։ Թրամփը նաև շատ կոշտ քննադատել է Զելենսկիին։ Զելենսկիին է քննադատել Եվրոպային է քննադատել, իսկ եվրոպացիները քննադատել են Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ հստակ նշել են, որ իրենք շարունակելու են աջակցել Ուկրաինային։ Եվ ընդհանուր, եթե փորձենք հասկանալ, Ամերիկայի Միացյալ Նահանգները կամաց-կամաց կարող է սկսել մեղադրել Եվրոպային նրա մեջ, որ Եվրոպան պատերազմ է ցանկանում Ռուսաստանի հետ, ինչը չի բխում Ամերիկայի Միացյալ Նահանգների շահերից, դրա համար ամերիկացիները չեն հասկանում եվրոպացիներին, իսկ եվրոպացիներն էլ չեն հասկանում ամերիկացիներին, քանի որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կրկին սկսել է զբաղվել նախկին դարաշրջանի դոկտրիններով, մեկուսանալով, հրաժարվելով ժողովրդավարություն տարածել ամբողջ աշխարհում եւ պաշտպանել ժողովրդավարությունները։ Եվ վերջում նշեմ, որ նաև հանկարծ չէ Մերձավոր Արևելքում շատ լուրջ ավիահարվածներ է հասցրել Իսրայելը մեծականակ ինքնաթիռներով գիշերը Լիբանանին, հարվածելով Հեզբոլլահի օբյեկտներին։ Ահա այսքան սիրելի հայրենակիցներ այսօրվա համար, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։